Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մանդատ ՀՀԿ խորհրդանական վեաժողովը ունի մարդու քաղաքական բանտարկյալներով զբաղվող հատուկ զեկուցող ցավոտանը։ Այդ զեկուցողի զեկույցները կարդում ես, ասում են դաժե Ադրբեջան չկա։ Դաժե Ադրբեջան, հələ մոռանանք մի պահ ռազմագերիներ Արցախ, պրոստը Ադրբեջան որպես ՀՀԿ տարածքում մարդու իրավունքների մաման լացացնող երկիր չկա գրած։ Ակնհայտ է, չէ՞ որ իրանք շարունակելու են այդ մեզանից էլ ինչ է հասնում։ Մեզանից հասնելու է պնդել, կներես քո վրա ցույց տան, բռնել, խոսել, անհանգստացնել, պետք է հանել իրանց կոմֆորտ զոնայից, այդքան մի բան։ Եվ դա հնարավոր է։ Այսքան պատգամավորների ՀԿ-ների ներկայությունը վկայում է այն կներես այն մասին, որ եթե ամեն մեկը այսօրվա բանի առիթով մի հատ այդ մեյլերը ես կարամ հրապարակեմ Freedom House-ներից մինչև State Department-ների նամակ գրի հիմնավոր։ Ես դες հավաստիացնում եմ այդ հարցը տեղից կշարժվի։ Եթե մեր Սփյուռքի եղբայրներն ու քույրերը գնան իրանց դեսպանատաների մոտ ասեն, ես ինչ եք անում։ Ես ինչ եք անում։ Դու ես ձեզ ընտրել եմ, դու իմ հարկերից սնվում ես, տիկին դեսպան կամ պարոն դեսպան։ Իմ երկրում ասես բան է կատարվում։ Խիձ եմ չես անում։ Այս բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա դուք Դե տեսեք, մենք ճիշտ եք ասում։ Ես էլ ամիսներ առաջ, երբ որ դուրս եկա տնային կալանքի ռեժիմից եւ առաջին անգամ ունեցա շանս խոսելու ձեզ հետ անձամբ, ուղիղ պրես-կոնֆերանսի ձևաչափով ասացի, որ առաջարկում եմ ստեղծել այդ ֆորմատը։ Առաջարկիս այն ժամանակ դրական արձագանքել էր միայն Վարդան Օսկանյանը, ինչի համար ես շնորհակալ եմ։ Հրապարակավ արձագանքել էր։ Այսօր շատ ուրախ եմ, որ նաև պարոն Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց որոշակի պլատֆորմի նախագիծ, որի մեջ կա նաև քաղաքական բանտարկյալների ազատության համար պայքարի թեման, այո։ Պարոն Աշտյան, հիմա դուք որպես the second political prisoner in the middle of the world, այդ բարձր պաշտոնը կրող անձ։ Ես second-ը չգիտեմ second։ The second եք, էլի առաջինը Մամիկոն Արարատյանն է, երկրորդը դուք եք։ Ինչ եք Այդ սրոկով, ընդհանրապես սրոկով։ Ինչ եք կարծում, գուցե հրաշքով եք։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը, երբ որ ձեր իշխանության օրոք նստած է, ինքը քաղ բանտարկյալ է, որտեղ նրա քեյսը միջև մի հետ գնացել է, որ Ես այդ հարցերին պատասխանել եմ, նայ, ես այդտեղ խնդիր չունեմ ասելու եւ ասում եմ դա հրապարակա, որ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ էր, եղել են մարդիկ, ում քրեական հետապնդումը դիտվել է որպես քաղաքական բանտարկություն։ Նիկոլի եւ մնացածի հետ կապված մի հատ կարևոր բան եք մոռանում։ 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ որ հայտնի իրադարձությունների արդյունքում բանտերը լցվել էին, ով? number 1-ը։ Հա, բանտերը լցվել էին կալանավորներով մարտի 1-ի։ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց դա սկսեց դատարկել այդ բանտերը, ոչ թե լցնել։ Սերժ Սարգսյանի օրոք այդ բանտերը, որտեղ նստած մարդկանց կարելի էր համարել քաղաքական բանտարկյալ, դատարկվում էին, երկու ամնիստիա եղել 2009 թվականին, 2011-ի ու Դուք դատարկվելով եք բացատրում հիմնավորում Փաշինյանին Կարծացեք մարտի 1-ի հետ կապված պարոն Նիկոյանի զեկույցը կիմանաք։ Դուք դատարկվելու, այսինքն տեղ ազատելու բանով եք տրամաբանություն հիմնավորում Փաշինյանին Ոչ, համաներումը երկրում համերաշխություն վերականգնելու գործիք էր։ Եվ դա Նիկոլի համար չէր արված։ 1000 հոգից ավել մարդ է օգտվել այդ համաներումից։